Անվտանգության խորհրդի արտահերտ նիստ հրավիրած Վաշինգտոն-Լոնդոն-Փարիզ եռյակը հանդիպումից առաջ Մոսկվային մեղադրել էր Սիրիայում պատերազմը շարունակելու ՄԱԿ-ի հումանիտար շարասյունը ոչնչացնելու մեջ։ Ակնհայտ էր, որ նիստը թեժ է անցնելու։ Խաղաղության փոխարեն Ռուսաստանն ու Ասադը պատերազմում են, մարդկանց օգնելու փոխարեն Ռուսաստանն ու Ասադը նրանց ռմբակոծում են։ Ռուսաստանի գործողությունները հակաահաբեկչական չեն, նրանց քայլերը բարբարոսություն են։ Ռուսաստանի արձագանքը ավելի կտրուկ էր։ Մոսկվայի ներկայացուցիչը հայտարարեց, որ ամերիկացիների բոլոր քայլերը օգնում են Սիրիայում կռվող ակնհայտ հանցագործներին, ու այժմ Վաշինգտոնը պետք է անհապաղ ապացուցի, որ չի գործակցում իսլամիստների հետ։ Если нам этого не докажут, то у нас укрепятся подозрения. Եթե մեզ դա չապացուցեն, մենք ավելի շատ կկասկածենք, որ Արևմուտքը սատարում է ահաբեկիչներին, որոնք խաղաղ բնակչությանը դարձնում են կենդանի վահան, կիրառում են հրթիռներ, ունեն տանկեր ու հրետանի։ Այդ զինանոցը նրանց ինչ-որ մեկը տրամադրել է եւ ակնհայտ է, որ առնվազն Միացյալ Նահանգների թողտվությամբ։ ՄԱԿ-ում Սիրիայի դեսպանին արևմտյան դիվանագետները լսել չցանկացան։ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի պատվիրակությունները լքեցին դահլիճը նրա ելույթից անմիջապես առաջ։ Սիրիայի դեսպանը սակայն սենսացիոն հայտարարություն արեց։ Ահաբեկչական խմբավորումներից մեկը պատրաստվում է քիմիական հարձակում իրականացնել, կրելով սիրիական բանակի զինվորների հանդերձանքը։ Հարձակումը մտադիր է նկարահանել եւ տարածել համացանցում, որ ամբողջ աշխարհը մեղադրի Սիրիայի բանակին։ Սիրիայի իշխանությունն այս ընթացքում խոշոր գործողություններ է իրականացնում երկրի գրեթե բոլոր նահանգներում, ահաբեկիչները ծանր կորուստներ են կրում, բայց սպանվում են նաև խաղաղ բնակիչներ։ Դավիթ Սարգսյան, ժամը լրատվական։